Տիկին Անուշյան, անդրադառնալով դեմենցիայի կանխարգելման ազգային պլանին, այն անցած տարվի արդեն ընդունվեց, նախարարի հրամանը եւ այսօր իրականացման փուլում է եւ դրա շրջանակում Երևանի 10 դպրոցներում առողջ ծերության ակումբներն են կամ ֆիզիկական ակտիվության ակումբները, խմբակները, որոնց մենք որոշեցինք, որ ծերություն բառը նաեւ չներառենք, որպեսզի մարդիկ իրենց այդպես չզգան։ Ասեմ, որ շատ հաջողվեց, մենք չենք ակնկալում նման արձագանք, տարեցներին նախ դժվար էր տանից հանել, բերել, համոզել, որ շատ լավ ծրագիր է, եկեք միասին խմբակով զբաղվենք յոգայով, զբաղվենք այդ մտավոր վարժություններով եւ այլն, բայց հետո արձագանքները երբ որ լսեցին, իրենք շատ երջանիկ էին, որ իրենց թորնիկներից կտրվելով մի ժամ, 2 ժամ գոնե կարող են հատկացնել իրենց առողջությանը, շփվել, այո, իրենք իմանալ առողջ սննդի մասին, ինչպես առողջ սնվել եւ այլն։ Ես հուսով եմ, որ իրենք գնալով տուն իրենց ամուսիներին, մեր պապիկներին նույնը կսովորեցնեն, որովհետեւ պապիկները ավելի դժվարությամբ են գալի։ Երևի այդտեղ էլ խնդիր ունենք մի քիչ կարծրատիպերի բանը, եւ իրենք մտածում են այդքան հետաքրքիր չի, ավելի լավ է նարդի խաղան, բայց ես հուսով եմ իրենք կփոխանցեն այդ ամեն ինչը իրենց ամուսիններին նույնպես։ Արդյոք պլաններ կան այդ ակումբները, այդ խմբակները ընդլայնելու եւ ինչ է նախատեսված արդեն եկող տարվա բյուջեով։ Գիտեք, այս մի ծրագիր է, բոլորովին նոր ծրագիր է, ոնց որ ասացի, մեր տարեցների առողջության խնդիրները մեր ուշադրության կենտրոնացնելու եւ մենք մեր առողջապահության ռազմավարության ծրագրով, որը որ 23 թվականին հաստատեցինք, առաջին անգամ երբևիցե դրեցինք տարեցների խնդիրների վերաբերյալ դրույթներ, որ մենք այո աշխատելու ենք մեր երեխաների առողջության, հղիների, մնացածի բոլոր, բայց նաեւ տարեցների առողջությամբ ենք սկսելու զբաղվել եւ սկսեցինք շատ փոքր քայլերից։ Երևի կհիշեք, անցյալ տարի փորձեցինք առաջին անգամ էր դա քայլարշավներ անել, սակայն հետագայում շփվելով իրենց հետ, նաև լսելով իրենց կարծիքը, թե իրենք ինչ կուզենան, նաև նայելով, թե ինչ կազմակերպություններ կան, որոնք որ զբաղվում են տարեցների խնդրի, իրենց հետ նաև քննարկելով մշակեցինք ծրագիր, որը որ թերևս առաջին անգամ էր այս տարի, որ իրականացվում էր, գիտեք, 10 խմբակներ են ձևավորվել դպրոցներում, տարբեր համայնքներում, որտեղ հավաքվում են, ինչպես ասեցի, հիմնականում մեր տատիկները եւ զբաղվում են եւ յոգայով եւ առողջ սննդի հարցերով եւ սոցիալիզացվում են եւ միմյանց հետ շփվելով նաեւ այդ ավելի պնդանում են ոնց կարելի ասել միտքը որ այնուամենայնիվ իրենց առողջությունը կարեւոր է կյանքը իմաստ ունի այո եւ կյանքը չի վերջանում այն ժամանակ երբ որ դու տատիկ ես դառնում դու պետքա շարունակես քեզ խնամել հոգատար լինել նաեւ քո առողջության քո մասին մտածել եւ մի քանի անգամ առիթ ունեցանք շփվելու եւ ես մեր նախարարը նույնպես մասնակցեց այդ հանդիպումներին եւ շատ հաճելիորեն զարմացած էինք դրական արձագանքի մասին։ Մենք երբ որ սկսում էինք այս ծրագիրը մտածում էինք ավելի շատ մի հատ ներդնենք, տեսնենք ինչքան կհաջողվի, որովհետեւ մտավախություն ունենք, որ գուցե ոչ մեկ չգա եւ այդ դեպքում ուղղակի ծրագիրը չէր հաջողվի ու չէին կարողանա շարունակել, բայց շատ զարմանալիորեն շատ հաջողված ծրագիր ընթանում է, մարդիկ շատ հաճույքով հաճախում են եւ իհարկե մենք մոտակա ժամանակներս արդեն պետք է գնահատենք թե ծրագիրը ինչքան հաջողությամբ իրականացվեց եւ արդեն հաջորդ տարվա համար մեր պլանները կառուցենք։ Կարծում եմ, որ ծրագիրը իրոք հաջողությամբ է ընթանում եւ չի կարելի ծրագիրը ավարտել, պետք է շարունակենք եւ ավելին պետք է ընդլայնենք եւ մտածենք ինչպես օր-օրի կատարելագործել այդ ծրագիրը, որովհետեւ մենակ ինքը առաջ անգամ ինչպես ասել, մենակ այնպես ինչպես որ ներդրել ենք դնելու, ասել էսա կա բա, այս պետքա շարունակենք, իհարկե դա չի լինի, պետքա անընդհատ զարգացնել եւ իրանց նաեւ կարծիքը լսել, թե որտեղ էր որ լավ էր, որտեղ էր էլ ինչ կուզենային եւ շատ հետաքրքիր կարծիքներ։ Իրենք նույնիսկ կարծիք են հայտնում, որ գուցե միասին գնան ինչ որ միտեղ երեկո անցկացնեն, քաղաքից դուրս էքսկուրսիաների գնան, ինչը որ շատ լավ է, որովհետեւ դա էլ է նպաստում իրենց առողջության բարելավմանը, հոգեկան առողջության, որովհետեւ այսօր մանավանդ կոവിഡից հետո հոգեկան առողջությունը դարձել է համար առաջին խնդիրներից մեկը ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր մեծահասակների շրջանում։ Իսկ հոգեկան առողջությունը ինչ է, որ լավ պետքա քնել, պետքա առողջ սնվել, ֆիզիկական դրական էմոցիաներ, շփվել հասակակիցների հետ, այո, թորնիկների հետ,
գնալ տարբեր էքսկուրսիաների, թատրոններ եւ այլն, եւ հոգեկան առողջությունը կարեւոր է պահպանել։ Եվ ինչն է հետաքրքիր, նաև մեր հիշողության սրճարանի փորձն է ցույց տալիս, որ երբեք մեկը, որ գալիս է հիշողության սրճարան, այլևս չի դադարում հաճախել, ավելին իր հետ բերում են ընկերուհիներին, մորքուրի աղջիկներին, հորքուրի աղջիկներին եւ այլն։ Տիկին Անուշյան, որոշ չափով ճանաչելով դաշտը, ես գիտեմ, որ ծառայությունները հիմնական տարիցների համար եւ առողջապահական եւ կենտրոնացած են Երևանում, մարզերում տեղ-տեղ առանձին կազմակերպություններ իհարկե աշխատում են։ Այս վերջերս Վարդենիսի ցերեկային խնամքի կենտրոններ իրենք ստեղծել էին ու հրաշալի մի արդյունք ունեին քաղաքային բնակավայրերի մասով, որտեղ տարիցները հողուջրի հետ գործունեալու հարություն չունեն։ Իրենց համար արդյոք նախարարությունը նախատեսում է եկող տարի որևէ տեսակի ակումբ կամ խմբակ ունենալ։ Մի քիչ դժվարություններ իհարկե կլինեն, որտեղ սեզոնային աշխատանք է, այստեղ ոչ միայն թորնիկների պահելու խնդիր, այլ նաև սեզոնային աշխատանք է, բայց կարծում եմ, որ մենք պատրաստ ենք գնալ այդ քայլի եւ ավելի ընդլայնել ծրագրերը, բայց միաժամանակ նաև իհարկե պետք է ընդգրկենք եւ մարզպետարաններին եւ համայնքներին, որպեսզի իրենք էլ շահագրգռված լինեն։ Կարծում եմ լավ օրինակը, երբ որ ներկայացվի լավ արձագանքը, կարողանանք իրենց էլ ներգրավել եւ բոլոր այն մյուս կազմակերպություններն, ովքեր կուզենան եւ մեր իհարկե գործընկեր սոցիալ նախարարությանը եւ մասնավոր հասարակական կազմակերպություններին, որտեղ իրականում զբաղվել միայն բուժական հարցերով, բայց չմտածել կանխարգելման մասին եւ այո, դժվար կլինի մենք մեր թիրախներին հասնենք, անպայման պետք է իրանց ոնց որ ասացի, այդ առողջ ապրելակերպի, հոգեկան առողջության խնդիրներ, լինի դա քաղաքային վայրում, լինի գյուղական վայրում, անպայման պետք է նաև անդրադառնանք այդ հարցերին եւ կարծում եմ, որ շատ կարեւոր հիմա մի հնարավորություն ունենք զարգացնելու, ավելի շատ խոսելու։ Իհարկե, սա ենթադրում է նաև բուժաշխատողների շրջանում աշխատանքներ իրականացում։ Մարդիկ կան, որոնք որ երբ որ իրենց հարազատը հիվանդանում է դեմենցիայով, Alzheimer-ով, շատ անգամ կորցնում են իրենք, թե ուր դիմեն, ինչ անեն, որ բուժաշխատողին, որ կենտրոնին։ Հիմա փորձում ենք նաև բուժաշխատողների շրջանում նաև սկսել իրականացնել այդ դասընթացները, վերապատրաստումները, որպեսզի իրենք էլ կարողանան օգնել նման հիվանդներ ունեցող մարդկանց որոշակի ուղղություն տալով, բայց կարևոր է նաև չհասնել դրան, կարելի է կանխարգելել, դեմենցիա նույնպես կարելի է կանխարգելել, Alzheimer-ը նույնպես։ Հիմա էլ արդեն բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ որպեսզի մեծահասակ տարիքում կանխարգելվի դեմենցիան կամ Alzheimer-ը, շատ կարևոր է ինչը որ մենք նշեցինք, առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, վարժությունները, կոգնիտիվ, այսինքն այդ ոնց են ասում, մանր մոտորիկան զարգացնելու, բայց ընդհանուր իրազեկումը մեր բնակչության շրջանում իրականում ցածր է, պետք է նաև դա բարձրացնենք, որ մարդիկ երբ որ նման հիվանդ են ունենում, իրանց մենակ չզգան, իմանան թե որտեղ կարող են եւ ինչպիսի օգնություն կարող են ստանալ։